Այդ նարատիվը քեզ սահմանափակում է ու քո քննադատական մտածողությունն ապահովում։ Ինֆորմացիան մարդկանց ինքը բավականաչափ սահմանափակում է։ Ինֆորմացիան ոնց է, բայց թե դա միտումնավոր արած, արդեն դերեմ ասում, դա քո այդ ասած նարատիվն է ստիպում մարդկանց մտածել, որ դա միտումնավոր անում դա։ Բարև ձեզ սիրելի քաղաքացիներ, մենք շարունակում ենք մնալ կանաչ ուղեգծի մեջ եւ ինչպես տեսել եք այս շարքում խոսում ենք նախընտրական Հայաստանում թե ինչ է կատարվում մեր համայնքներում, հատկապես տարածվող կեղծ խոսույթների, նարատիվների տեսանկյունից եւ գործընթացների, երևույթների, որոնք ռիսկեր են պարունակում խաթարել ժողովրդավարական ընտրական գործընթացը, վտանգ են ստեղծում մեր ժողովրդավարության համար տեղական մակարդակում։ Եվ շարունակում ենք այդ զրույցը իմ գործընկեր Հայկը։ Այո, մենք այս անգամ արդեն խոսենք մեր Քաջարյանի գործընկերներից Շավարշի հետ, Շավարշ ջան, ողջույն, շատ մերսի, որ այստեղ ես։ Հիշեցնենք, որ մեր կանաչ խորհուրդների դաշնության էկոակտիվիստական ցանցի անդամները Հայաստանի տարբեր համայնքներում ունենում են հանդիպումներ, քննարկումներ բնակիչների հետ, դիտարկում են տարբեր նախընտրական process-ներ, որովհետև ի սկզբանե մենք ֆիքսել ենք այն ռիսկը լինելով հենց բնապահպանական շարժման ներկայացուցիչներ, որ ակտիվ քաղաքացիական մասնակցությունը տարիների ընթացքում տարբեր տեսակի ճնշումների, սահմանափակումների, կեղծ նարատիվների է բախվում ու մեր համոզմունքը եղել է այն, որ նախընտրական շրջանում այս ամեն ինչը ավելի է սրվելու ու հատկապես այն համայնքները, որոնք սոցիալ-էկոլոգիական առումով ավելի խոցելի են, այնտեղ ռիսկերը քաղաքացիների նկատմամբ իրանց ազատ կամ արտահայտմանը սահմանափակման ուղղված, ռիսկերը ավելի մեծ են։ Ու այս տեսանկյունից էլի խոսում ենք այս անգամ արդեն խոսում ենք Քաջարյանի մասին, որը եւս շատ առանձնահատուկ համայնք է։ Եվ Կապանին, այո, ընդհանրապես։ Քաջարյան եւ Կապան, այո։ Եվ ուզեմ Շավարշ, դու սկսես մի քիչ էլի, մեր լսանի համար պատմես, մենք հասկանանք Քաջարյանի եւ Կապանի առանձնահատկությունը որն է։ Ընտրություններից դուրս, մարդիկ հիմնականում ինչ խնդիրների, ինչ կարիքների, կարիքներ ունեն եւ ինչ ակնկալիքներ ունեն, ինչն է իրանց հուզում, ոչ միայն ընտրությունների հետ կապված, հետո արդեն խոսենք ընտրությունների։ Նախ ողջույն ձեզ, ողջույն բոլորին, շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ Մեր համայնքում, այսինքն առանձնահատկությունն է, որ թե Քաջարյանը, թե Կապանը արդյունաբերական դենց համայնքներ են կոչվում, նամանավանդ Քաջարյանը, Մեղրին էլ է, չէ՞, արդյունաբերական որոշ։ Մեղրին էլ, այո, անդել կա հանք արդյունաբերությունը անդել է զարգացած, բայց ոչ այնքան, ինչքան Քաջարյանում։ Ու նաև մեղրու դեպքում մի քիչ ինքը հեռու է իրանց, հանքա ագին հեռու է, մոտ մի 15-20 կիլոմետր հեռու է իրանց կոնկրետ համայնքից ու մեղրին մի քիչ ավելի շատ զարգացած է բանջարը մասում մրգերի, մրգերով Քաջարյանն ու Կապանը խնդիրները, որ ասեմ, ավելի շատ բնապահպանական խնդիրների է բախվում մեր բնակիչները, իրենց մտահոգությունն է։ Մյուս կողմից մտահոգությունը, ասենց ասում եմ, այդ մտահոգությունը չի արտացոլվում ինչ-որ գործողությունների մեջ, որովհետև տենց ինչ որ ես ինչքան դե ապրել եմ, տենց ինչ որ շարժումներ, ակտիվիստական բան շատ չեմ նկատել, որ մարդիկ այդ հարցերը բարձրաձայն են։ Վերջի դեպքերը այդ մեր գործադուլներ, որի ժամանակ ելեմ ասում, մարդկանց մոտ դեռ նույնիսկ չսկսեցին այդ հարցերը շատ բարձրաձայնել, 1-2 հոգի խոսում էին, բայց ավելի շատ տնտեսական մասով էին խոսում մարդիկ։ Ուզում ասեմ, այդ բնապահպանական խնդիրը, որ վառ արտահայտված է, միևնույնն է, տենց եսի ինչ գործողություններ չեն անում մարդիկ։ Իսկ հիմա մեկ էլ կարևոր բան է, որ պետք է ֆիքսել, առանձնահատկությունն է այստեղ հաշվի առնելով արդեն մի քիչ ռեգիոնալ զարգացումները, Թրամփի ուղի եւ այլն, Սյունիքով անցնել, էս էլ մի քիչ բան է, լրացուցիչ կոնտեքստ է բերում, որ ենթադրում եմ, կխնդրեմ հետո հաստատես կամ հերքես, որ նարատիվները արդեն այդ անվտանգության հետ կապված միջանցք, Հայաստան, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա հարաբերություններ կարող մի փոքր ավելի սուր ու վառ դրսևորված լինեն, ձեր մոտ, քան այլ համայնքներում։ Կներես այդ նարատիվների մասով կապված անվտանգության բոլոր դեպի լսել եք, որ առաջինը որ պետք է հանձնեն դա Սյունիքն է, այսինքն Արցախը առաջին Արցախը տվել են, հիմա հաջորդը մենք ենք, ուզում ասեմ դա վառ արտահայտված է մեր մոտ, այն մասով որ մարդկանց մոտ իրոքից անհանգստություն է, այսինքն խոսքը չի գնում ուրիշ մասի, խոսքը գնում է որ այդ անդադ մեդիա շրջանառվում է, այսինքն հեսա Սյունիքի հերթն է գալիս, հեսա Սյունիք բարձր այդ մարդկանց մոտ այդ լարվածությունը կա, ու դա չեմ ասում ինչ որ տեղում արտահայտում է,
բայց ներքին լարվածություն է քո մեջ, որ խոսույթը անդադար պատտվում է, եւ դա էլ կարա ազդում է, կարա ազդի եւ ազդում էլ է որոշ մարդկանց մոտ իրենց ընտրության վրա։ Դա մեր մոտ նույն, ասենց ասեմ, 21-22 թվականներին այդ ընդդիմական էլի ինչ-որ շարժում սկսեց հենց էլի Սյունիքի, չէ, կուսակցություն ստեղծելով եւ այլն, դա պատահական չէ, որովհետեւ Սյունիքը շատ այն թիրախավոր է եւ մարդիկ այդ թիրախավորման պատճառով հասկանում էին կամ անցալեցին այնպես, որ հա պետք է ինչ-որ մի բան փոխել։ Դա այդ մասով։ Ինձ թվում է դա ամենա երևի վառ դրսևորվող ոնց որ նշեցի նարատիվներից է Սյունիքի շուրջ տեղի ունեցողը ու երկու կողմից, հա, ինձ թվում է մի կողմից կան նարատիվները, որ խաղաղության երաշխիքներ ա բերվում եւ այլն, հա, նույն է թրիփով եւ մնացածով, բայց կա նաեւ այդ կոնստանտ հնչող սպառնալիքը, որ Սյունիքը հաջորդն է լինելու հետաքրքիր է այլ ինչ բաներ ես տեսնում, հա, արդեն եթե գանք այս նախընտրական կոնտեքստին, որտեղ մենք խոսում ենք շատ կան բաներ, որոնք շատ ընդհանուր են, հա, նարատիվներ այս նախընտրական շրջանում, բայց հետաքրքիր է, երբ որ այդ նարատիվները ինչ որ լոկալ դրսևորում են ստանում, հա, ասում ես օրինակ Քաջանում կամ Կապանում կամ Մեղրիում ինչ որ ավելի սպეციფიկ նարատիվներ կան կամ այդ մեծ նարատիվների տեղական դրսևորումները կարող է մի քիչ ուրիշ լինեն, տենց որ բաներ նկատում ես։ Այդ լոկալ որ ասում ես, հա, այդ լոկալ ինչ-որ նարատիվներ հիմա այս բանը տենց կարող է չասեմ, բայց կան այդ որ մենք խոսում ենք, այդ նարատիվները հենց նենց տեղը չի ստեղծում, այսինքն կա խնդիր եւ այդ նարատիվը զդրայել արդեն ստեղծում են եւ տարածում մարդկանց մեջ ու հիմա այդ գյուղերի, այդ դպրոցների որ միավորում են եւ դա դարել է եւս մի նարատիվ, որ դա դիտավորյալ արվում, որովհետեւ պետք է հանձնվել։ Միգուցե էլ եմ ասում ենք, որ քննարկում ենք, միգուցե այդ խնդիրը կա եւ դա ճիշտ չի, հա, այսինքն լուծումը տալիս, բայց դա դարձնում են հակառակ կողմից նարատիվ, որ հեսա նույն այն անվտանգային խնդիրն է, այսինքն Սյունիքը պետք է հանձնվի, այդ իսկ պատճառով գյուղերն են դատարկում։ Դե այս կեղծ նարատիվը, հա, ուղիղ, հա, սկսենք նրանից, որ Սյունիքը այդ գյուղերը հիմնականում փոքր գյուղեր են, հա, 50 հոգանոց, 60 հոգանոց դատարկվել են շատ վաղուց, էլի, այսինքն, չգիտեմ, անբարեխիղճ կառավարման արդյունքում տարիների տասնամյակներ այդ գյուղերը դատարկվել են, բայց հիմա էլ բերում են այնպես են երևի ցույց տալիս, որ իսպարկը դատարկվի, էլի, այսինքն եթե 500 հոգուց մնացել է 50 հոգի, այստեղ ոչ թե ասում է կդատարկվի, այլ ասում է սա միտումնավոր է արվում, որպեսզի հանձնվեն այդ գյուղերը։ Այդ լորիում էլ է, չէ արվում նույնը։ Ես ինչի եմ, բայց սա ինչի է կարևոր ֆիքսել, էլի ոնց է նարատիվը աշխատում։ Դու ունես ինչ-որ մի հատ համոզմունք։ Սյունիքը հանձնում են, քո մոտ ձևավորել են այդ նարատիվը, որը որ նստել է, մի քանի տարվա ընթացքում։ Դրանից հետո տեղի են ունենում ցանկացած զարգացում, որը որ դու տեսնում ես, դու այդ պրիզմայով ես նայում։ Ասում են դպրոցները խոշորացնում են, միավորում են եւ այլն, դու ոնց որ կապում ես դա միանգամից Սյունիքը հանձնելու այդ նարատիվի հետ, որովհետեւ դա այնքան արդեն նստել, որ ցանկացած բան, որը որ դու լսում ես Սյունիքի հետ կապված ինչ որ կլինի կրթության հետ կապված, չգիտեմ, տնտեսության հետ կապված եւ այլն, ինչ որ նախաձեռնություններ որ լինեն, մարդիկ ավտոմատ այդ պրիզմայով են սկսում նայել, ասում են սա արվում է, որովհետեւ պետք է Սյունիքը հանձնեն։ Ու դա թույլ չի տալիս, այդ նարատիվի էֆեկտը այդ է, ինչի ենք մենք նարատիվների մասին այսպես կարևոր խոսում, որովհետև նարատիվը ինքը ոչ թե ճշտի ու սխալի հարց է, նարատիվը դառնում է մի հատ այդպես կարևոր բան աշխարհի ընկալման ձև, որը որ դու ամեն ինչին սկսում ես այդ ձև նայել ու քեզ թույլ չի տալիս ուրիշ պերսպեկտիվաներ տեսնել։ Այդ նույն քո ասած հիմա կարող լոռու բաներն են, հա, գյուղերն են հանձնում։ Սա ինչ-որ process է, կրթական, հա, որակը բարձրացնելու կամ այլ չգիտեմ, հիմա այդքան չեմ կարող խորանալ մասնագիտական առումով, բայց քանի որ արդեն այդ նարատիվը կարծրացած է, մարդիկ ցանկացած բան սկսելու են մեկնաբանել այդ տեսանկյունից։ Ինչ տեղի է ունենում Սյունիքում, դրա համար այստեղ կարևոր է հասկանալը, թե լավ, իսկ դրան ինչն է հակադրվում։ Եթե մենք տեսնում ենք, որ այն մարդիկ, ովքեր որ հավատում են այս նարատիվին, որ Սյունիքը հանձնվում է, մեր խնդիրը այստեղ այն չի, որ իրանց համոզենք, չէ, Սյունիքը չի հանձնվում։ Մեր խնդիրը այստեղ այն է, որ մենք ցույց տանք մարդկանց, որ այդ նարատիվը քեզ սահմանափակում է ու քեզ փակում է ուրիշ բաների առաջ, հա, քո քննադատական մտածողությունն է փակում, քո չեմ տարբեր կարծիքներ լսելու կարողությունն է փակում եւ այլն, ու նաեւ քո մի քիչ ավելի կոնստրուկտիվ ինչ-որ հարցերի շուրջ ներգրավելու հնարավորությունն է փակում։ Ինչ է պետք խոսել, ոնց է կարծում, հա, ոնց է պետք է այս թեմայի շուրջ մարդկանց հետ խոսել, որպեսզի համ ընդունես, որ իրանք անհանգստացած են ու դա նորմալ է, որ անհանգստացած են,
համել թույլ չտաս, որ այդ անհանգստության վրա իրանց ինչ-որ տանեն շատ ավելի ծայրահեղ Դե նախ օրինակ կուզեմ հենց նույն դպրոցների մասով ասեմ, որ օրինակ ես էլ ճիշտ չեմ համարում, որ ըստ ինձ, որ այդ գյուղում ընտանիքներ կան, 8 ընտանիք է, 10 ընտանիք է, մի քանի երեխա, եւ եթե իրանց երեխան արդեն պետք է գնա հարևան գյուղ, իրանք կարող է էլ ասում այդ ջամփի համար իրանք էլ տեղահանվեն, արդեն գնան ուրիշ տեղ ապրելու, հա, այսինքն այդ խնդիրը կարա բերի դրան, բայց թե դա միտումնավոր արած, արդեն էլ եմ ասում, դա քո այդ ասած նարատիվն է ստիպում մարդկանց մտածել, որ դա միտումնավոր անում դատարկ են։ Ըստ ինձ, միգուցե ճիշտ հաշվարկ չի, ասում մարդկանց էլ, հա, այդ որ ասում ես պետք է հասկանանք իրաց անհանգստությունը, ու ես էլ կիսում եմ, որ այդ ուղղությամբ որ գնան, միգուցե դա խնդիր առաջանա տե։ Բայց դա որ արվում է որ միտումնավոր Սյունիք հանձնելու, պետք է մարդկանց, չգիտեմ, ես չեմ կարող, հա, այդպես ասեմ, տենց չի հանձնում, չեմ ուզում տենց ասել, որովհետև դա տենց ասելու չի, դա բարձր է։ Այստեղ մարդկանց հետ պետք է ամեն դեպքում նայի։ Կարող դու մտածում ես օրինակի համար, որ չգիտեմ, հա, կամ այդ գյուղացին, որ խնդիր է, այսինքն որ դպրոցը խոշորացվում է, խնդիր է, բայց ամեն դեպքում այս օպտիմալացման ծրագրերը իրենք շատ վաղուց են մշակվել, այսինքն նոր չի որ մշակվել են, հա, գաղափարները։ Ամեն դեպքում մարդկանց երևի պետք է ցույց տրվի դրա մեխանիզմն ու նպատակները թե ինչու են, որովհետև չի կարա 5 աշակերտի համար մի ամբողջ դպրոց պահվի, այսինքն ռեալում դա հնարավոր չի, էլի, ամբողջ մի հատ համակարգ դպրոցական պահվի լիարժեք եւ նա կարողանա որակյալ կրթություն մատուցի։ Դա ուղղակի ներուժի առումով հնարավոր չի։ Այսինքն մենք պետքա մարդկանց ցույց տանք լավ, համաձայն չենք, ունենք մտավախություններ, բայց ինչ պատճառով է որ այս հա ծրագրերը տեղի են ունենում։ Ես կասեի ավելի, որ այդքան նույնիսկ այստեղ կառավարության թերացումն էլ է շատ, հա, այդպիսի ռեֆորմ սկսելը ու հաշվի առնելով, որ այդ գայունությունը կա ու այդ նորմալ հաղորդակցությունը մարդկանց հետ առնվազն ես չեմ նկատում, չգիտեմ ինչքանով են օրինակ տեղում հանդիպումներ եղել բնակիչների հետ, հա, նույն կրթության նախարարության կողմից, որտեղ որ կներկայացվի, կարծիքները հաշվի կառնեն, այդ անհանգստությունները հաշվի կառնեն, երբ որ այդ ամենը չի արվում, ինքը հետո շատ հեշտությամբ արդեն սկսում է օգտագործվել ավելի քաղաքական, հա, դիսկուրսի մեջ ու սկսում է ինչ-որ կոնկրետ նպատակներով օգտագործվել։ Ես մի քիչ եթե թույլ տա, քանի որ Սյունիքից մի քիչ, հա, եւս, հա, որոշ չափով տեղյակ եմ, նախ ամենաառաջինը որ սկսեցինք մեր զրույցը խոսվեց նրա մասին, որ Սյունիքում sense բնապահպանական շարժումները իրենք շատ չեն, այսինքն կամ չեն եղել, բայց պետք է դրան զուգահեռ նշել, որ այսինքն բնապահպանական ցանկացած, հա, քաղաքացի, որը որ հարցը բարձրաձայնում է, ինքը ամենչապես չգիտեմ, ինչ որ շրջանակների կողմից տարբեր տեսակի ճնշումների է ենթարկվում։ Թիրախավորվում է։ Այսինքն ոչ թե չեն բարձրացնում, այլ բարձրացնում են, բայց հետո կամ լռում են, կամ չեն կարողանում լիարժեք իրենց ձայնը արտահայտել։ Եկեք սկսենք նրան, որ կա Սյունիք։ Մենք ունենք Սյունիքում հետևյալ պատկերը։ Եղել են երկար տարիներ, երբ որ Սյունիքում նույնիսկ կարելի ասել եղել է մարզպետի դիկտատուրա, այսինքն այսպիսի մի հատ ընթացք են ունեցել։ Սյունիքը միշտ շահարկվել է, այսինքն տարբեր հարցերով եւ Մեղրի Միչանսկի հետ կապված շատ վաղուց են սկսել շահարկումները, այսինքն նարատիվների համար պարարտ հող կա ստեղծված։ Հետո պետքա բաժանենք Սյունիքը հյուսիս եւ հարավ մի քիչ, հա, նաեւ։ Դրանք կարծես թե նաև ընկալումների առումով բավականաչափ տարբեր են։ Այսինքն հարավից ոնց որ դեպի հարավ ավելի մենք կարող ենք զգալ ինչ որ մի հատ որ չգիտեմ հայտնվենք պետության մեջ այսպիսի զգացում կարող ենք ունենալ, որովհետև կարծես թե ամեն ինչը փոխվում է։ Այսինքն եթե մենք գնում ենք Գորիս եւ Գորիսում ասենք տեսնում ենք, չգիտեմ, ակտիվ քաղաքացիական հասարակություն, հա, միգուցե 3-4 տասնյակ ակտիվ հասարակական կազմակերպություններ, գնում ենք հարավ, գրեթե կազմակերպություններ չկան, էլի շատ քիչ են, այսպես ասած, հզորացված կազմակերպություններ։ Եվ այստեղ է որ, հա, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ առնվազն Սյունիքի հարավում, որտեղ այդ նարատիվները ավելի ուժեղ են, որտեղ դա զուգակցվում են եւ Միչանսկի հետ կապված եւ Թրամփի կապված հարցերի հետ, նարատիվները ավելի ուժեղ են,
հա, ավելի էֆեկտիվ են գործում, որովհետև շատ པարզ պատճառով ինֆորմացիան մարդկանց ինքը բավականաչափ սահմանափակ է։ Ինֆորմացիան ո՞նց է տրվում։ Ինֆորմացիան չի կարող տրվել միայն լրատվամիջոցներով կամ սոցիալական ցանցերով, որովհետև այդ լրատվամիջոցներում կամ սոցիալական ցանցերում ամբողջ այդ շղթան ինքը կարող է կեսից ավել լինել, հա, չգիտեմ, կեղծ, այսինքն խոսույթային։ Այսինքն իրականությունը նաև իրական մարդկանց հետ շփվելն է եւ Սյունիքի այդ մասում ուղղակի ուղիղ շփումն է մարդկանց հետ, որ ինքը բավականաչափ քիչ է։ Ականատեսը կարող ենք լինենք, որ կարող է գնանք Սյունիքի ինչ որ մի գյուղ եւ տեսնես դու որ այդ գյուղում տասնյակ տարիներ շարունակ այդ մարդիկ ուղիղ շփվել են կոնկրետ մի ուղղությամբ, այսինքն չգիտեմ, կամ միգուցե տեղական իշխանությունների հետ, կամ միգուցե ինչ որ ընկերության հետ, չգիտեմ, ասենք բիզնես ընկերության հետ, ու այլ շփում այլևս գրեթե չեն ունեցել, այսինքն ասենց գյուղեր, որոնք ինքնամեկուսացված են։ Ես մեկ էլ գիտես, այդ շատ ժամանակ այդ Սյունիքը հանձնելը ընդդիմական խոսույթ է, ինձ համար հետաքրքիր է այս ընտրությունների ժամանակ, որտեղ այդ խոսույթը երկար ժամանակ էս տարածվել է մարդկանց մեջ, հա, ուզում ասեմ դաժե պրոիշխանական ինչ-որ քաղաքացիների մոտ, մեկը միևնույն է, իրանք լսել են դա, մեդիայից, որտեղից է լսել են, եւ հիմա գալիս է մի հատ թեզ, նարատիվ, որ մենք չլենք պատերազմ անելու, եւ այդ համակցությունը իմ կարծիքով կարող է մարդկանց այդ որ մի կողմից այնքան են ասում, որ հեսա հանձնելու է Սյունիք, ու մի կողմից էլ խաղաղության ինչ-որ լույս է գալիս, ազդի այդ մարդկանց ընտրության վրա։ Երբ ասում եմ, նույն ընդդիմականը հակառակ էֆեկտ է տալու։ Իրանց այսքան ժամանակ շրջանառած, որ հեսա Սյունիքը հանձնելու են, հակառակ էֆեկտն է տալու։ Այն մարդու մոտ դու վախ առաջացրել ես, եւ ընդդեից մի հոգի ասում է, բա մնացածը չէ, ես խաղաղություն եմ տալիս, եւ դա կարա ազդի այդ մարդկանց ընտրության վրա, որը շատ վատ է, էլի ըստ ինձ։ Այսինքն մարդկանց այդ հույզերով են ընտրություն անում։ Հենց այդ է, էլի, այս բերում են հենց վիճակի, որտեղ որ ասենք կաղապարված երկու դիրքորոշում կա ու այնքան բևեռացված է կամաց դառնում որ հասարակությունը, որ չեն կարողանում սրա մեջտեղում նորմալ քննարկում ունենալ։ Լավ, իսկ ինչ է մեզ պետք մեր անվտանգության համար, ինչ ենք մենք հասկանում խաղաղություն ասելով, հա, տարբեր բաներ կան, պիտակներ կան, արժանապատիվ խաղաղություն, արդար խաղաղություն, կայուն խաղաղություն եւ այլն, հա, ինչ ենք սրանց տակ հասկանում։ Սրանք պարտադիր բառեր են, որի տակ ամեն մեկը մի բան է հասկանում, հա, ու չենք կարողանում սրա շուրջ մենք իրար հետ նորմալ զրույցներ, խոսակցություններ ունենալ, որովհետեւ ստացվել է շատ բևեռացված քաղաքական դիրքորոշումներ, դու կամ կարծում ես հանձնում են, կամ կարծում ես խաղաղություն է լինելու։ Իսկ ոչ նա, ու մենք չենք կարողանում իրար հետ դրա շուրջ հա քննարկում ունենալ, թե իսկ ինչն ենք մենք ուզում, այդ խաղաղություն ենք ասում, դրա տակ ինչ ենք հասկանում։ Արդյոք դրա տակ հասկանում ենք, որ սահմանները պետքա բացվեն։ Եթե չէ, ինչի՞ չէ։ Ինչից ենք վախենում, ինչ պետքա լինի, որ չվախենանք այդպես բաներից։ Եվ այլն, էլի այնքան հարցեր կա, որ պետքա խոսել ու ցավոք սրտի այս միջավայրը չի թողնում։ Ինձ նաև հետաքրքիր է արդյոք տնտեսական ինչ-որ նարատիվներ նկատում ես, թե չէ հաշվի առնելով ամեն դեպքում հա տարածաշրջանի շատ հա արդյունաբերական լինելը, բայց նաև տարբեր համ կառավարության ներգրավվածությունը, ուրիշ երկրից հա ներդրողների ներգրավվածությունը եւ այլն, ինչ որ թվում է պիտի որ հիմք ստեղծի որոշակի նաև այդ ուղղությամբ։ Եվ ի վերջո նարատիվ, հա, թրիպի օրինակով sense մի հատ նարատիվ է տարածված, որ մեր հանքարդյունաբերության մեծ մաս սեփական տերը ռուսական, հա, կապիտալ է, եւ այս թրիպի հայտնվելով մարդկանց մոտ sense լուր են տարածում, որ այդ տերը միգուցե այս ժամանակի ընթացքում փոխվի, դառնա արևմտյան կողմից, չգիտեմ որքանով է, հա, ասում եմ, խոսույթա մարդկանց վրա, լավ, իսկ մի հարց էլի, այսինքն մարդիկ դա ոնց են քննարկում, այսինքն օրինակ ասում, հա, էլի, օրինակ ասում են, օրինակ մարդիկ նստած խոսում են, ասում են, ռուսներինն է, հեսա կդառնա ամերիկացիներինն է։ Դա որպես դրականանություն թե բացասական։ Նույնիսկ մեր այդ ռուսամետ մարդկանց մոտ կապ ոչ թե Քաջյան կոնկրետ կամ կապանում, այլ ամբողջ Հայաստանում էլ այս 20 թվականից ի վեր արդեն Ռուսաստանի հանդեպ իրանց այդ վստահությունը դաժե իրանց մոտ է կորել, նույնիսկ իրանց այդ մարդկանց մոտ է կորել, որ ռուսամետ է։ Պարզ չի որ մարդկանց մոտ ավելի լավ է որ ռուսական կապիտալը ստեյց բացակայել, նույն այդ ռուսական ռազմաբազայի մասին շատ ժամանակ այդ ռուսամետ մարդիկ չեն կարող միջև վերջ իրանց համոզմունքը ասեն, որովհետև գիտեն, հա, որ չկա տենց բան, այսինքն Ռուսաստանի կողմից ահագին բան է եղել, որ հայ ազգը էլ չի կարող ընդունել դա։ Ուզում ասեմ, դե երբ սովորական քաղաքացիների մակարդակում երևի թե այդպես է, բայց երբ որ մենք տեսնում ենք յուրաքանչյուր, ասենք, չգիտեմ, հա,
քաղաքական անհաջողության կամ ցանկացած երևույթից հետո ինչ նոր բաներ են մտածում, այսպես ասած, հա, որպեսզի ցույց տան, չգիտեմ, հա, հյուսիսային կամ ռուսական, այսպես ասած, ազդեցության կարևորությունը միջին մակարդակում։ Դրանք շատ ուժեղ են։ Միգուցե քաղաքացին, հա։ Էս էլ է բան, էլի, այս տեսանկյունից էլ է մեր դերը պետքա ինձ թվում է լինի նախ պետքա ընդունենք, որ դարելա ինչ-որ աշխարհաքաղաքական բաների կենտրոն, էլի, հարավում պատերազմա տեղի ունենում, հա, սահմանից այն կողմ Սյունիքի։ Մի երկու կողմում ունես հիմա փակ սահմաններ, որտեղ որ երկու կողմի հետ ինչ-որ բանակցություններ, քննարկումներ են գնում հարաբերությունների կարգավորման, ունես ներկայություն տարածաշրջանում տնտեսական առումով ռուսական կապիտալի, կա հեռանկար ամերիկյան կապիտալի ներգրավման, հետո չգիտես էլ ինչ ուրիշ կողմեր են գալու եւ այլն, ու սա կարող է պետքա հասկանալ սրա շուրջ ոնց պետքա խոսել, հա, որովհետեւ էլի իմ անհանգստությունը օրինակն է, երբ որ մարդկանց մոտ շատ քաղաքական ուժեր ստեղծում են անիրատեսական ակնկալիքներ։ Այս կլինի ու լավ կլինի։ Վերջ, էլ չեք մտահոգվի, հա, եկավ ամերիկյան կապիտալը կգա ու դու խնդրեմ չես ունենա, որովհետև եթե այդտեղավ էլ չի կարա որևէ անվտանգային ռիսկ լինի եւ հակառակը, հեսա ռուսական կապիտալը դուրս կգա ու քեզ կպատժեն, հա, եթե դու սկսես ռուսական կապիտալը հանել ըստեղից, Ռուսաստանը կսկսի քեզ պատժել, գազը կթանկանա, էլ չես թռնի այնտեղ, այդ նարատիվներն դե հենց Ռուսաստանից գալիս են։ Ուրեմն ասեմ, երկու կողմից էլ բան է գալիս, հա, դարել է մի քիչ աշխարհաքաղաքական նարատիվների այդպես միջավայր, ու կարող է մարդկանց մոտ իմ հիմնական անհանգստությունն է, որ մարդիկ չմտածեն, որ կա մի հատիկ լուծում, այս անելու ենք ու էլ ոչ մի խնդիր չի լինելու։ Այդ խոստումները, որ այս կլինի ու վերջ, այս էլ մեր բնապահպանական նարատիվներին են գալի, հա, բնապահպանների դեմ տարածող։ Ես հիշեցի, դուք էլ կհիշեք, որ Արարատում երասխում գործարաններ, ձուլարաներ կառուցում եւ հենց մի փոքր բնապահպան ուզում էր դրա մասին խոսար, ասում էին, սա անվտանգության խնդիր է երկրի համար, Ամերիկայի դրոշով է դրված, հա, անվտանգության խնդիր է մեր երկրի համար եւ բնապահպանները, ովքեր կխոսան, իրենք դավաճան են, այսպես ասած, երկրի թշնամիներ, կարծես թե այդ ժամանակ բնապահպանները տենց շատ չխոսացին, ադրբեջանական կողմից հրթիռներ, գնդակոծություններ տեղի ունեցան, բերեցին խեղճ Արարատի նորից մեջտեղը կառուցեցին, այսինքն էլ անվտանգային տենց բաղադրիչը դուրս եկավ։ Արարատի մեջին կառուցեցին հավելյալ բնապահպանական բեր հաղորդելով համայնքի բնակիչներին, էլի։ Այդ ինչ որ ասում ենք, ինքը, այո, ոնց որ կեղծ ապագա խոսույթներին նոր պարարտ հող ստեղծենք, էլի։ Էլ ինչ ես տեսնում, Շավարժ, էլ ինչ նարատիվներ կան։ Նարատիվ ասելով, սենց քանի որ ընտրությունների մասն է շատ խոսք գնում, ընտրությունների հետ վերաբերյալ, այդ մի քաղաքական դաշտի ամենավտանգավոր, որը խոսք քաղաքական դաշտը չի զարգանում, հա, ինչի պատճառով այդ ամենավտանգավոր նարատիվը այդ երկընտրանքի դու արդեն խոսացի այդ բևեռացման մասին։ Բայց այդտեղ կան փոքր նարատիվներ, այսինքն ոնց են իրանք աշխատում, այն նոր ուժեր ինչ որ որոնք ստեղծվում են, այդ նոր ուժերի մասով ինչ որ նարատիվ է ստեղծում, որ ինքը ընդդիմականի մյուսի մի թևն է, կամ մյուս կողմից էլ նա իշխաննականի թևն է, եւ միանգամից մի 5-6 հատ տարբեր նարատիվ այդ մարդու մասով որ տարածում, այդ նոր ձևավորվող ինչ որ ուժի մասին, էլ բոլորի համար, այսինքն տարբեր կլասների համար, ում համար ոնց հարմար կլինի, որպեսզի այդ մարդուն չդիտարկեն որևէ ռեալ այլընտրանք, այդ քաղաքական դաշտում ինչ որ նոր բացող։ Ուզում ասեմ, այդ նարատիվները ավելի մանր շատ են։ Ցանկացած մեկի վրով, հիմա չեմ ուզում անունադիր ուժերի մասով ասեմ, հա, բայց մեր քաղաքացիներին թույլ չեն տալիս այդ երկընտրանքի մեջից արդեն հասկանան ընդ ով կա, որովհետև ընդ ով որ նայում ես 5 հատ 6 հատ փոքր նարատիվներ կա այդ մարդու մասով, այդ ուժի մասով։ Չգիտեմ, ել եմ ասում, չեմ ուզում անունադիր ասեմ, բայց այնքան շատ են այդ նարատիվները այդ փոքր ուժերի մասով։ Մեկը ել եմ ասում, մեկը իշխանական է, մեկը ընդդիմական է, այսինքն ոչ մեկ դա անկախ չկա, չի կարող Հայաստանում անկախ նոր ուժ ձևավորվի ու դա ահա որ կաղնացնում է մեր քաղաքական դաշտի զարգացումը, որպեսզի ել եմ ասում դուք հիմա չլինի 5-10 տարի հետո մենք ունենանք ուժեր, որոնք ձևավորվել են, որովհետև այդ մարդկանց հիմա շատ կներեք այդ նարատիվները սպանում են, այս ձևով չանցն են,
մյուս անգամ էլ չանցնեն ու արդեն այդ իրանց ռեսուրսն էլ չի սպառվի, հա, իսկ իրանք իրանց ռեսուրսը կսպառվի, իրանք չեն կարա հավերժ, հա, էլ եմ ասում, այդ շարժիչման աշխատեն։ Իրանք պետք է այդ քվեները, հիմա դրա համար են ուզում այդ մարդիկ աշխատեն, բայց այդ քվեները հենց այդ նարատիվները սպանում են։ Ու բան էլ անում, էլի, մարդկանց դեմոտիվացնում է, եթե քեզ մենակ եթե քո ընկալումը ձևավորվում է այնպես, որ կամ սրանք են, դու ու եթե երկուսին էլ դեմ ես, դու ասում ես դե ես թքած ունեմ, ես չեմ մասնակցում։ Ու ինձ թվում է, էս էլ ես միշտ ինչ եմ ասում, հա, երբ որ նարատիվ տարածում է, պետք է առաջի բանը հարցնել, ասել ում է ձեռնտու այս նարատիվի տարածումը։ Օրինակ ինձ թվում է, այս տեսակի նարատիվի տարածումը, որ կամ իրանք են, կողմը դեմ բան է, օգտակար է միայն այս երկու կողմերին, որ իրանք հավերժ մնան դաշտի երկու բաները, հա, մրցակիցները մեկը մյուսի հետ, որտեղ մեկը մյուսին փոխ լրացնում է որպես, հա, մեկը մյուսից թշնամու կերպար է սարքում եւ այլն, ու դա թույլ է, ոնց որ դու ասեցի, դա հանգեցնում է, որ նոր գաղափարներ, նոր ուժեր, նոր օրակարգեր եւ այլն չեն ձևավորվում։ Նույնիսկ եթե կուսակցությունների մասին չխոսենք, եթե ինչ-որ մեկը գալիս է նոր օրակարգով, գաղափար է բերում, առաջի հարցը որ մարդիկ տալիս են, ասում են, իսկ դու, չգիտեմ, նիկոլական ես, թե քոչայանական ես, ռուսամետ ես, թե արևմտամետ ես, թե որտեղից ես դու գալիս, հա? Այն դեպքում որ կարող է ժողովուրդ, ես մենակ այս հարցով եմ եկել, ուզում եմ այս դրա մասին խոսենք։ Ուղղակի ստեղ մի բան կա, էլի, որ մենք պետք է հաշվի առնենք, որ այդ ինչու են այդ որտեղ նայեք, այս էլ է նարատիվ, որ այսինքն, հա, այսինքն նարատիվի մասին, այսպես կարելի է ձևակերպել, հա, մի նարատիվ է, որ, չգիտեմ, դու կամ ես կամ են, եւ մյուս նարատիվն է, որ այսպես ասած չեն թողում մարդիկ, որպեսզի իրենց բանը, չգիտեմ, հա, այլընտրանք ունենան։ Սա էլ է նարատիվ, իրական պատճառը միգուցե նաև պետք է, չգիտեմ, խոսել, հա, մարդկանց հետ։ Իրականում նա է, որ ինչու են այդ նարատիվները լավ խոսում, որովհետև այդ նույն 10 քաղաքական ուժերը այս կողմից կամ այն կողմից նոր քաղաքական գաղափարախոսություն չեն բերում։ Նույն բանն են խոսում։ Եթե նույնիսկ ես ու դու իր հետ կապ չունենանք, գնանք դու այնտեղ խոսաս, ես այստեղ խոսամ եւ ես մեկը լսի մեզ երկուսս էլ տեսնի, որ մենք նույն բանն ենք ասում դե սրանք նույն մարդիկն են, էլի։ Այսինքն նոր մոտեցում, գաղափար չեն բերում։ Բայց իմ ասածը ավելի շատ նաև այն է, որ այս նարատիվները նպաստավոր միջավայր չեն ստեղծում այդ նորի հայտնվելու համար։ Ես երբեք չեմ ուզենա արդարացնեմ, որ ասեմ, հա, ինչ վատ վիճակ է, որ չեք կարա գաք որպես նոր ուժ, նոր գաղափար։ Չէ, հիմա Հայաստանում կարելի է այդ գործունեությունը ծավալել ու եթե դու հետևողական մարդկանց հետ աշխատես, քո գաղափարները կարաս տարածես։ Բայց այդ ձևավորված հանրային ընկալումը, որ միանգամից քեզ կամ դնում է այս բևեռի մեջ կամ այն բևեռի մեջ, մի հատ բարիեր է ստեղծում, էլի, այդ գաղափարների հանրայնացման կամ ինչ-որ նոր բան համախոհներ, աջակիցներ ձեռք բերելու տեսանկյունից, որովհետև առաջի հերթին դու պետք է մի հատ ապացուցես, որ դու ոչ նրանցից ես, ոչ նրանցից ես։ Քո գործը դառնում է ոչ թե ինչ անեմ, որ իմ գաղափարը տարածեմ։ Ուղղակի նա որ դա ավելի դժվար է լինում, երբ որ դու ոնց որ այդ քաղաքական նոր խոսույթ չես բերում։ Հա, երբ որ նոր չի, իհարկե, ավելի բարդ։ Դե նոր խոսույթ բերողը տեսնում որ նոր դեմքը, որը խոսույթ չի բերում, միանգամից պիտի։ Դե լավ, այդ նոր դեմքը ասած քեզ ես սխալն անում, ինքը կրկնում է ուրիշների ասածը լավ։ Եթե ուրիշների ասածը չկրկնի, միգուցե իրան ճամբարել չտանեն։ Այդ որ դու նոր ասում ես, այն շո մեկի ճամբար, այսինքն խոսույթ կրկնելով։ Խոսալն աստեղ, այլ նոր բան, նոր գաղափար բերել, էլի, հա։ Այսինքն նոր նույն բաների մեջ, հա։ Այսինքն մենք երկու բանի մեջ ենք, չէ՞, այսինքն որ երկուսն էլ խիստ իրար նման են։ Այսինքն այդ երրորդ լրիվ, հա, չգիտեմ, նոր մոտեցում գաղափար մենք չունենք։ Երևի թե կան ինչ որ փորձեր նոր մոտեցում բերելու, բայց ընդհանուր առմամբ խոսույթները չեն տարբերում, դրա համար էլ նույն ընտրողը, հա, այդ որ ասում ես երկընտրանքի առաջ իրան նարատիվներով հեշտ կանգնացնում են այդ երկընտրանքի առաջ։ Եկեք մի քիչ խոսենք նաև բանի մասին, ինչ երևույթներ ենք նկատում ընտրողների վրա, ճնշումների, սահմանափակումների կամ, չգիտեմ, ուղղորդումների, էլի հաշվի առնելով, հա, տարածաշրջանի առանձնահատկությունները ու դու էլ գործադուլի միջով անցած մարդ, ինձ թվում է տենց հետաքրքիր ուրիշ պերսպեկտիվաներ էլ կարող ունենաս։
Ես համարում եմ պատժված, կներես, ես շահած եմ դուրս եկե։ Չէ, բայց դե քեզ չէին ազատել աշխատանք։ Ազատել են, իրանց ըստ իրանց պատիժ էր։ Ըստ իրանց էր պատիժ։ Բան ամեն ինչա տնտեսական մեր մոտ ազդեցությունը կար ու եղել արդեն այդպես փորձեր եղել է ընտրությունների ժամանակ, որ մարդկանց այդ տնտեսական լծակի միջոցով ուղղորդում են իրանց։ Քանի որ մի հատ աղբյուրն է, այսինքն այդ եկամուտի եւ ուղղորդել ավելի հեշտ է ստացվում մարդկանց։ Կա նաեւ մի հատ շեղվեմ, այդ մասը մոռացել եմ, օրինակ այս մարդկանց այդ հանդիպման ժամանակ 5 հոգի են, 4 հոգի են, մի հոգի, եթե մի քիչ ավելի շատ էին, մի քանի հոգի այդ նույն արտահայտությունը անում են, որ սա որոշված է մեզնից, այսինքն կախված բան չկա։ Չգիտեմ, դա ինձ թվում է մնացած համայնքներում էլ է նույնը։ Մեր մոտ մի քիչ ավելի վառ արտահայտված է, որովհետև մեր մոտ այդ մասնակցությունը շատ են սահմանափակում միշտ, այդ որ ասում ես, այդ հարավ Սյունիքի հարավում մարդկանց մոտ այդ մասնակցությունը շատ այդպես վառ արտահայտված չէ, մարդիկ չեն կարողանում, իրանց տեղ արդեն որոշած շատ եղել է, շատ ժամանակ, ելի ասում եմ, տնտեսական այդ կախվածությունը շատ ազդում մարդկանց։ Հետաքրքիր է, չէ՞, որ այդ մտածողությունը հիմա իրանց ավելի խոցելի է դարձնում, որ էլի կոպիտ ասած ստացվում է, որ պիտի իրանց ուղղորդեն, որտեղ եթե մարդը մտածում է դե մեկա որոշված է բան, հիմա կգան կասեն ոնց անեմ, ես էլ պատմել չեմ պատմել, ասեմ պատմեցի արդեն, կարգին հաղորդումից, որ ամուսինը նստած է բանտում, կնիկը գալիս է, ասում է դու ինձ ասա դրամ հարևանները ինչ են խոսում, որ հարևանը ավելի հիմա մեր մոտ sense օդից կախված բան կա, սպասենք տնանք ինչ են ասում։ Իսկն այդ տնտեսական այդ լծակ ունեցողը, այդ մեծ խոշոր կապիտալը, սպասենք տնանք ինչ ասում, որտեղ մարդկանց մոտ արդեն ձևավորված, ասում սովորություն է, իսկ իրանց պետք է ասվի, ով արդեն նայելու են վերևից ինչ են ասելու։ Ոչ թե շատ կներես կառավարությունը, ոչ թե թիմը, այլ կոնկրետ այդ տնտեսական լծակ ունեցողը ինչ ուղղություն է տալու։ Հույս ունեմ, այս մի ընտրություններին չեն խառնվի, նախորդն իրանց համար դաս երևի թե եղավ, այդ նույնը ինչի մասին խոսում էի։ Հույս ունեմ այս անգամ այտենց վառ չի արտահայտվի, բայց միևնույնն է մենք նույն այդ մոնիտորինգներն ենք անելու, վերահսկելու ենք, որ փորձենք հասկանանք կարող է մեծ մասշտաբով չանեն, բայց լոկալ է, այսինքն արտադրամաս լինի տարբեր տեղերում փորձեմ մարդկանց ուղղորդել, դե հետևական կլինենք, որ դա թե արձանագրենք, արձագանքենք, որպեսզի այդ ամենակարևոր, հա, մասն է, որ բոլորը իմանան, որ ամեն ինչը վերահսկվում է դիտարկման ներքո է, էլի, այսինքն նման երևույթները իրենք արձանագրվելու են, բարձրաձայնվելու են եւ նաեւ հետևանք էլ առնելու պատասխանատվությունը, հետևանք էլ առնելու, հույս ունեմ այդ չի լինի, խուսափենք դրանից։ Ես էլ եմ ուզում շեշտեմ այս պահը, որ կարևոր է որ քաղաքացիները իմանան, որ քաղաքասարակությունը տարիներ շարունակ ընտրությունների հետ կապված այդ ֆունկցիան իր վրա վերցրել է, դիտորդություն անելու, խախտումները արձանագրելու, ընտրողների նկատմամբ ճնշումների դեպքերը բացահայտելու ու աջակցելու, ու շատ կարևոր է որ մարդիկ իմանան կան կազմակերպություններ, անհատներ, խմբեր, լրատվամիջոցներ, ովքեր որ պատրաստ են արձագանքել, եթե դուք հայտնվում եք ինչ-որ այդպիսի իրավիճակում, որտեղ որ փորձում են ձեզ ստիպել, ճնշել կամ հա ինչ-որ բան փոկել դեզանից նախընտրական եւ ընտրական շրջանում, այնպես որ պետքա չթողենք, որ մարդիկ իրանց մենակ գան, այս շատ կարևոր։ Հա, դա էլ է շատ կարևոր, մենք նախագիծ ենք հենց սկսում մեր կազմակերպությունով, որ հենց ուղղելու է այդ նախընտրական շրջանում, որպեսզի մարդկանց տրամադրենք աջակցություն, հա, իրավաբանական, որպեսզի ասացիք մենակ չմնան եւ նաեւ անանուն աջակցություն լինելու, որովհետեւ մարդիկ միգուցե խուսափեն էլ, հա, այսինքն բացահայտ կերպով նշեն, հա, այդ խախտումը, անանուն կերպով կարողանա նշել, որպեսզի մենք կարողանանք իրանց աջակցել, որովհետեւ կրկնվեմ անընդհատ մարդկանց մոտ այդ նարատիվը շատ է տարածված, որ այդ հանքարդյունաբերությունից դուրս այլ կյանք չկա, всё սահմանափակվում է։ Եվ եթե ըստ իրանք ինչ-որ սխալ թույլ տան այդ դա դեմ դուրս մնան, կյանքը կավարտվի։ Ինձ համար շատ կարևոր բան ես ասում, որովհետև այդ էլ տնտեսական նարատիվների շատ կարևոր բան է, շատ վառ օրինակ է, երբ որ այլընտրանք չի ներկայացվում համայնքներում, արտերում, հա, տնտեսական զարգացման ինչ այլընտրանքներ կան ու այդ էլ քաղաքական ուժերն են էլի սկսում դա օգտագործել, երբ որ ես համոզված եմ գնում են ինչ-որ համայնքներ եւ այլն, արդեն իրանց խոստումները, իրանց խոսքը եւ այլն կառուցվում է
այդտենց ինչ որ կարծրացած պատկերացումների վրա, թե ինչպիսին կարա լինի տնտեսությունը Ալավերդիում, տնտեսությունը Կապանում եւ այլն, ու այլ ընտրանքային գաղափարներ, ոնց որ դու ես նշում, հա, նոր մոտեցումներ, նոր գաղափարներ ոչ մեկ չի ներկայացնում, որը ստիպում է մարդկանց մտածել, որ էս է միակ տարբերակը։ Չկա կյանք, եթե չկա գործարանը, չկա կյանք, եթե չկա այսինչը։ Ներես իհարկե այդ մասով եմ համար մի քիչ խնդալու է, որ 21-ին դրանից առաջ էլ նախընտրական որ գալիս են տարբեր ուժեր կապ չունելով ու խոստումները իրանց կապված է միայն զարգացնելու հետ գործարանը, այսինքն արդիականացնեն գործարան, արդիականացնենք էս ինչ ան, ոչ մի բան չեն արել, այսինքն ով խոսքը տվե, ինչ եղել է, ոչ մի բան չել է, նույն ոնց մնացել է նույն ձևի հետ, սովետական շրջանակ բաներկա սովետական է մեջ, պատկերացեք, էլի 40 տարի անցել է, նույն մեխանիզմը աշխատում ու ահավոր է։ Հələ սովետի ժամանակ անդե ավելի մոտեցումները ավելի լավ էր։ Դե շիթերով կարող են փոշու դեմ պայքարեն, ջրի շիթերով հիմա չեն կարող, էլ չեն կարող։ Ինչ եմ ուզում ասեմ, ոչ մեկ չի գալիս ասում ես այլ ընտրանքային ինչ-որ բան եմ դες առաջարկում։ Գիտեք, այս ձորերը ձեր համար կարող են այսպես զարգացնել, չգիտեմ, ջերմոցային տնտեսություն կամ այլ չեն գալիս։ Չգիտեմ, իրանք չեն պատկերացնում, իրանք էլ չեն պատկերացնում, որ նման ձև կարելի է զարգացնել։ Մեր մոտ գալիս են, միայն ասում են, հեսա արդիականացնենք։ Ու Եվ մի հատ կարևոր հանգամանք էլ կա, այսինքն այդտեղ հիմնականում խաղացողները, այսինքն եթե մենք խոսում ենք խաղացողների քաղաքական մասին, զգալի մասը միշտ այդպես է եղել, այսինքն իրենք ավելի շատ բիզնեսների հետ են, հա, հաղորդակցվում եւ կարծես թե ժողովուրդն տեսնում է, այսինքն ուղղորդվում է, նույնիսկ եթե իրան չուղղորդեն, ինքը հասկանում է, որ բիզնեսի հետ են հաղորդակցվում, այսինքն որոշում կայացնողը իրենք չեն։ Իշխանություն ունեցողը որոշում հա, իրենք չեն եւ դրա համար այդ նույն խաղի կանոնների մեջ ինքն էլ է մտնում, այսինքն ինքն էլ է հաղորդակցում նույնիսկ քաղաքական առումով բիզնեսի միջոցով։ Ու մեկ էլ sense մի հատ խոսույթ կա, որը այտենց քաղաքական չի, բայց նաեւ էլի ազդում է մարդկանց հետ մտածելակերպի վրա, ասում են արդեն դե փչացել է այստեղը, այսինքն արդեն հարամել են, հա, այդ հանգարտունաբեր, այսինքն հետ դարս չկա, դու հետ չես կարող գաս, դու արդեն մտել ես, վերակայել, հա, ոչ մի բան չկա, դու արդեն դա փչացրել ես, всё էլ, ընկել ես մեջը, էլ պետք է միջևեր տանես, չգիտեմ, հիմա տանում են, ինչքան են հասնելու տանեն, ինչքան չեն տանի, բայց ինձ թվում է կարելի է արդեն մանրից մեր մասնակցությամբ, չգիտեմ, մնացած քաղաքացիների մասնակցությամբ փորձել այդ այլ ընտրանքայինը մեր ներքևից կա, ոչ թե վերևից սպասենք խոստումների, այլ մենք սկսենք ինչ-որ գործողություններ անել, օրինակ ցույց տալ։ Ես ինչի եմ սա նաև կարևոր համարում, մենք շատ ենք խոսում այս մեր զրույցների ընթացքում, որ ընտրությունները մի հատ խտացված պատկեր են մեզ տալիս մեր հասարակության խնդիրների, համայնքների խնդիրների մասին ու մեր այս քննարկումները հիմք են ծառայում ոչ թե միայն այս առաջկա 2 ամսվա մեր աշխատանքի համար, թե ինչի մենք պետք է ուշադրություն դարձնենք տարբեր համայնքներում, այլ նաև ավելի երկարաժամկետ ու այն ինչ որ դու նշում ես նույն այդ այլընտրանքային զարգացման գաղափարների բացակայությունը, վերականգնելու ու նոր ինչ որ մոտեցումներ ունենալու, հա, վնասը վերականգնելու եւ այլնի այդ մոտեցումների մասին պատկերացում չունենալը, անզորության զգացումը, որ իմ փոխարեն ամեն ինչ որոշված է, դա միայն ընտրությունները չեն, դա նշանակում է նաև իմ փոխարեն ամեն ինչ որոշված է համայնքում, իմ աշխատավայրում եւ այլն, ես ոչինչ չեմ կարող փոխել։ Այս մտածողությունները իրանք այո շատ լուրջ էֆեկտ են ունենում ընտրությունների ժամանակ, բայց իրանց հետ կապված պետք է աշխատել ավելի երկարաժամկետ ու սա հերթական անգամ մեծ բան է տալիս, հա, մտածելու տեղ է տալիս, թե ոնց ենք մենք մեր երկարաժամկետ աշխատանքը այս համայնքներում կազմակերպելու, այնպես որ քեզ շատ մերսի քո փորձով ու դիտարկումներով կիսվելու համար ու դե ելի կհանդիպենք, կտեսնենք թե ոնց է, ինչ հաջողություններ ունենք։ Մի բան ավելացնեմ, որ կանաչ խորհուրդների դաշնության էկոակտիվիստական շարժման, հա, ներկայացուցիչները հենց Սյունիքի հարավում, այսինքն գոնե առնվազն մի 2 տեղ, հա, այդ այլընտրանքային զարգացման ռազմավարություններ են ստեղծում ժողովրդի հետ եւ այլն, շատ լավ են ժողովուրդը հաղորդակցվում մարդկանց հետ, այսինքն գյուղացիները, հա, սովորական իրենք ոնց որ կարիք ունեն մարդկանց հետ հաղորդակցվելու, այլ բան է, որ տարբեր շրջանակների կողմից տվյալ մարդիկ անմիջապես հայտարարվում են, չգիտեմ, թշնամի կամ հայք հանք փակող կամ չգիտեմ տեղական իշխանության գլխովրով անցնող,
Այսինքն այնտեղ կարծրատիպերի ջարդումը ամեն օր պետք է, հա, տեղի ունենա եւ նարատիվների ջարդումը եւ ամենօրյա ռեժիմով պետք է ընթանա եւ երկարատև, հա։ Այո, այսքան։ Եթե մել ինչ-որ բան ունես ավելացնելու։ Ավելացնելու էլի ընդհանուր կներեք էլի անդրադառնալու նարատիվներին, հա կարող մի քիչ երկար ստացվի, բայց իմ համար մի քիչ ամենաշատը, որ այս մարդկանց հետ շփվում եմ, նաև այդ դժգոհարել է խաղաղության մասին, բայց միևնույնն է դա իմ մոտ ասեն շատ է տպավորը, որ մարդիկ դրանով են իրանց ընտրությունը պայմանավորում, հա, գնան խաղաղություն, դա այնքան է ազդել այս մարդկանց վրա, չգիտեմ, որտեղ այդ վերջի պատերազմը, այդ երկու այդ փոքրիկ հարձակումները մեր վրա որ եղավ, շատ են դա մարդկանց այդ հույզը օգտագործում։ Իմ համար դա շատ կներեք հնչի, բայց անբարոյականություն է ինչ-որ քո քաղաքացիների հանդեպ դու փորձես այդ հույզերը միատել, ճնշես այդ մարդկանց վերհիշել տաս, որ հեսա պատերազմ եւ դրանով սպառնալու, ահա որա, չգիտեմ, հույս ունեմ մենք մարդկանց հետ աշխատելով կփորձենք այն միտքը հասցնել, որ նման ձևով ընտրություն կատարելը ճիշտ տեղ չի տանել։ Այսինքն դու կարաս անես հա սպառնալիքի, դու կարաս ընտրես հանուն ինչ-որ ծրագրի, հանուն էլի ասում, այլ ընտրանքային տոկուս չեն առաջարկում, բայց գոնե ինչ-որ ծրագիր առաջարկեն, հանուն այդ ծրագրի է, չգիտեմ, բայց որ քեզ քո վախով են ուզում ընտրություն տանել, դա ահա որ անընդունել է իմ համար։ Շատ լավ, մերսի Շավարժան։ Շնորհակալություն, հարգելի քաղաքացիներ, կարող եք դիտել, հա, հաղորդումը cvmedia.am կայքում, քաղաքացուձայնի մեդիա արտակի սոցիալական ցանցերում կհանդիպենք շուտով։ Այդ նարատիվը քեզ սահմանափակում է ու քո քննադատական մտածողությունն է փակում։ Ինֆորմացիան մարդկանց ինքը բավականաչափ սահմանափակ։ Խնդիրը կարա բերի, բայց թե դա միտումնավոր արած, արդեն դերեմ ասում, դա քո այդ ասած նարատիվն է ստիպում մարդկանց մտածել, որ դա միտումնավոր անուն դա։